շատ բարի չեք տիրադավների նկատմամբ, որովհետև այնուամենայնիվ նրանք չարաշահում են դա, եւ դա ոնց հասկանում եմ, նաեւ եկեղեցում կառավարման տեսանկյունից խնդիրներ է առաջացնում։ Օրինակ, եթե դուք շատ բարի եք գտնվում, նույն կլինի թեկուզ Արարատյան թեմի առաջնորդի նկատմամբ, ես հասկանում եմ, դուք հնարավորություն եք տալիս, որպեսզի դարձի գան, կամ որևէ, այդ 10-ից որևէ մեկի նկատմամբ, բայց այնտեղ կա քահանաները չգիտեն ինչպես վարվել, որովհետև այնուամենայնիվ իրենց առաջնորդն են տվյալ անձը եւ կարգադրություններ է անում, ու նրանք չգիտեն ինչ անել, ում լսել, իրենց խիղճը, իրենց հավատքը այլ բան է թելադրում, բայց իրենք մյուս կողմից ստիպված են կատարել տվյալ սրբազանի կարգադրությունները։ Արդյոք սա խնդիր չի առաջացնում։ Ձեր բարությունը առավել եւս չարաշահում են բոլորը, ինչպես օրինակ Արման Սարոյանն է չարաշահել, որի կյանքը որքան հայտնի է, մի քանի անգամ փրկել եք։ Մեր կոչումն է եւ առաքելությունը։ Բարի լինել եւ սիրով գործել։ Եվ բոլոր հնարավորությունները ընձեռել, որպեսզի սխալ թույլ տված անձինք անդրադարձ ունենան եւ վերադառնան կանոնական դաշտ։ Այդպես եղել է միշտ։ Մենք պետք է սպառենք բոլոր հնարավոր միջոցները նրանց դարձի բերելու։ Իսկ առնչված ձեր այն հարցին, որ իրենց իշխանության ներքո գործող եկեղեցականները որոշ դժվարություններ ունեն, եկեղեցականների հետ մենք հանդիպել ենք, զրուցել ենք, հորդորել ենք, որպեսզի իրենք շարունակեն իրենց ծառայությունը։ Բայց եթե որևէ մի հրահանգ կլինի եկեղեցու կարգած եւ կանոնած հակառակ, նրանք չեն հնազանդվի այդ հարցում իրենց առաջնորդին։ Ինչպիսի Հայաստան կցանկանայիք տեսնել առաջիկա տասնամյակում։ Հզոր, բարոր, լուսավոր, ապագա ապահովող սերունդներին, ծաղկող, շենացող, հպարտություններ շնչող ազգի զավակներին եւ նաեւ Քրիստոսի սուրբ պատգամներով ու պատվիրաններով ապրող, որպեսզի մեր երկիրը զերծ մնա այն առատավոր երևույթներից, որոնք առկա են ազգային մեր կյանքում։